Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանի օդանավում տված ճեպազրույցը քննարկման թեմա է դարձել, հատկապես 800 հեկտար տարածքի կորստի հանգամանքը, հիմա սա շատ է, թե քիչ է, տարածքի առումով։ Դե հանրապետության նախագահի խոսքին ես չվստահելու որևէ հիմք չունեմ եւ որևէ կասկած չունեմ, որ նախագահի խոսքը հիմնավորված է, ինչպես նաեւ կասկած չունեմ, որ այն ինչ հնչեցրեց նախագահ համապատասխանում է իրականությանը եւ նաեւ ինքը նշեց, որ ընտրության խնդիր էր, մենք պետք է զոհաբերեինք եւս մի քանի տասնյակ, եթե ոչ ավել մեր հայրենասեր զինվորների կյանքեր եւ կարող էինք այդ հեկտարները վերադարձնել, բայց արդյոք դա ավելի կարեւոր է այդ հողակտորը, քան թե մեր հերոս զինվորների կյանքը, որոնք ինչպես նախագահ նշեց, դեռ շատ են պետք գալու մեր հայրենիքին բոլոր բնակավարներն, ոչ միայն ռազմական։ Այնպես որ այստեղ ավելացնելու բան չունեմ նախագահի ասածին։ Իշխանության ներկայացուցիչները դավաճան էին համարում Ժիրայր Սեֆիլյանին, ով հայտարարեց օրերս, որ 700 հեկտար տարածք։ Ես չգիտեմ, որ իշխանության ներկայացուցիչների մասին է խոսքը։ Դե դիմեք իրենց, ես խնդիր չունեմ որևէ մեկին դավաճան կամ ոչ դավաճան համարելու, կարծում եմ նախագահի խոսքը այս առումով, որպես եւ Գերագույն գլխավոր հրամանատար, որպես եւ պետության ղեկավարի բավականին սպառիչ էր, նախագահը նպատակահարմար գտավ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացնելու այնքան բաների մասին, որ նպատակահարմար գտավ, դրան իսկապես ավելացնելու բան չկա։ Պարոն Մարտիրոսյան, հիմա փաստորեն մեկ ամիս հետո հնարավոր է նորից հանդիպում, այս հանդիպումներին 3 իշխանության դարձյալ ներկայացուցիչներ պնդում էին, որ ըստ էության հաստատվեց 94-ի հրադադարը նորից վերահաստատվեց եւ սա նշանակում է Արցախի բանակցային սեղանին վերադառնալու հնարավորություն։ Դուք տեսնում եք այսօր այդ հնարավորությունը ռեալում, թե սրանք պարզապես խոսակցությունների։ Արցախի վերադառնալու մասին բանակցությունների սեղանի շուրջ ոչ որևէ բան չեմ կարող ասել, բայց Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարության մեջ հանդիպումից հետո նշված է այն մասին, որ եթե հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղված քայլերը կյանքի կոչվեն մինչև հունիս եւ որոշակի նոր մեխանիզմներ ներդրվեն հետաքննության միջադեպերի ԵԱԿ նախագահի անձնական ներկայացուցիչի ինստիտուտը ամրապնդելու առումով Անջեյ Կասպարչիկի, ապա հնարավոր է բանակցությունների վերսկսում եւ դա նաեւ կողմերի նպատակն է, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների հունիս ամսվա ընթացքում։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, թեև մեր հակառակորդը միշտ էլ հայտնի եղել այն բանով, որ միշտ էլ դրժել է խոստումները, միշտ էլ նոր նախապայմաններ առաջ քաշել, միշտ էլ ինչ-որ խնդիրներ առաջացրել եւ այլն։ Պարոն Մարտիրոսյան, եւ եթե ամփոփենք այսպես Վիեննայում տեղի ունեցած, ինչպես է ստացվում եւ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը գոհ են լինում այդ հանդիպումից։ Ի նկատի ունեմ, որ կողմը ձեզ բանակցությունների սեղանին ավելի այսպես ամուր դիրքերից է։ Ես կարծում եմ, որ մենք մեր մասին պիտի խոսենք եւ մեզ չպետք է հետաքրքրի, թե Ադրբեջանը ինչ վերաբերմունք ունի այս կամ այն հանդիպմանը, կարծում եմ մենք պիտի գոհ լինենք այս հանդիպման արդյունքներից, որովհետեւ այն պահանջները, որ մենք երկար տարիներ առաջ ենք քաշում, այսինքն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ դնելու, որպեսզի պարզ լինի ով է սկսում, ով է առաջինը կրակում եւ այլն, հրադադարի ամրապնդման մեխանիզմներ մտցնելու առումով, սրանք հայտարարության տեսքով գոնե Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեսքով ամրագրվեցին եւ պետք է կյանքի կոչվեն։ Պարոն Մարտիրոսյան, հիմա էլ մենք գիտենք, որ գոյություն են արբանյակներ, որոնք հետևում են թե սահմանի ինչ իրավիճակ է, ով է նախահարձակ լինում եւ այլն։ Այս դեպքում ինչ պիտի անեն այս հետաքննող մեխանիզմները, երբ ըստ էության հիմա էլ ակնհայտ է թե ով է նախահարձակ։ Այդ հարցերը պետք է ուղղել մեր պաշտոնատար անձանց, ովքեր բանակցում են, ովքեր մասնակից են բանակցային գործընթացին եւ ճիշտ կլինի դա արտաքին գործերի նախարարության կամ պաշտպանության նախարարությանը դիմել, թե կոնկրետ ինչ ձևաչափի տեսք պետք է ունենա այս հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինստիտուտների ամրապնդումը
պարոն Կասպրչիկի եւ այլն։ Կոնկրետ ինչ ձևաչափ կարող է ունենալ, ես չեմ կարող ասել։